Մոնղոլիայում մաքրությունը։ Մոնղոլները հնագույն ժամանակներից ապրում են գերբջանի մեջ, կոչվող կենսակերպով։ Նրանց համար մաքրությունը հիմնականում կապված է ներսի կարգ ու կանոնի, ոչ թե լողանալու հաճախության հետ, քանի որ ջուրը հաճախ սուղ է լինում, լողանալը պարբերաբար հնարավոր չէ, բայց անկողնին նստելը համարվում է անպատշաճ, բացառությամբ քնելու ժամանակ։ Ներսում ոտքերը պարզելն անքաղաքավարի է, կրակին կամ ջերմությանը կեղտով մոտենալը դիտվում է անհարգալից։ Ճապոնիայում մաքրությունը պարզապես հիգիենա չէ, այլ նաև հոգևոր և էսթետիկ արժեք է։ Դպրոցներում երեխաները իրենք են մաքրում դասարանները, սովորելով, որ տարածքի մաքրությունը պատասխանատվության և հարգանքի նշան է։ Տաճարներում այցելուները հաճախ լվանում են ձեռքերը ու բերանը, նախքան աղոթելը, ինչը խորհրդանշում է ներսից ու դրսից մաքուր լինելը։ Ճապոնացիների համար մաքրությունը կախված է ինքնահարգանքի և շրջապատի նկատմամբ հարգանքի հետ։ Հնդկաստան, Գանգես գետի մաքրությունը։ Տարօրինակ փաստ, Հնդկաստանում միլիոնավոր մարդիկ լողանում են Գանգես գետում, համարելով այն սուրբ և մաքրող։ Սակայն այդ նույն գետը աշխարհի ամենաշատ աղտոտվածներից է, պարունակում է կենսաբանական և քիմիական թափոններ։ Տարօրինակն այն է, որ չնայած գիտական փաստերին, այն համարվում է հոգևոր մաքրության աղբյուր։